Բայց կարգալույց հռչակված Տեր Արամը չի ենթարկվում մայրաթորի որոշմանը, գրառում է արել, նա հրավիրում է իր մատուցմամբ պատարագի, ի դեպ նաև խոսել է մայրաթորի որոշման մասին։ Անարդարությունը կարող է գործվել ոչ միայն սարկավագի կամ քահանայի կամ աբեղայի կողմից, այլ նաև եկեղեցական ամենաբարձր պաշտոնները եւ կոչումները ստանձնած մարդկանց միջոցով։ Ուրեմն լինելով դատարան, այս դատարանը եւ դատավորները այս երկու օրերի ընթացքում անհապաղ պետքա տեսնեին մեկի դատը, ով որ որդեկորուս մորը այսպիսի առաջարկություններ անում, անելու մի բան, որը բարոյական էլ անգամ չեմ համարում։ Ոչ միայն հոգեվոր չեմ համարում, ոչ միայն եթե դատարանը կարող է սխալվել այս պարագային, ուրեմն իմ մասով եւս դատարանը սխալվել է եւ ես ակնկալում եմ, որ դատարանը իր սխալը ուղղի։ Իսկ չեք հեռանալու։ Իհարկե չեմ հեռանալու։ Ի դեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է կարգալույց հայտարարված քահանայի հրավիրած պատարագին, բայց մայրաթորն էլ հայտարարում է, որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։ Թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք վաղվա մեր թողարկման ընթացքում։ Հիշեցնեմ, որ պետությունը բազմաթիվ հոգևորականների ձերբակալեց Տեր Արամի խոսքի հիման վրա, այդ թվում կալանավորեց Արագածոտնի թեմի առաջնորդին։ Միաժամանակ հետաքրքիր զուգադիպությամբ համացանցում հայտնվեց հոգևորականների մասնակցությամբ, այսպես ասած, գաղտնալսված մի ձայնագրություն, որը դարձավ նոր քրեական վարույթի հիմք։ Հայաստանում այսօր մարդկանց ձերբակալում են ձայնագրությունների հիմքով, բայց պարզվում է, գաղտնալսել կարելի է միայն դատարանի որոշմամբ որպես գաղտնի քննչական գործողություն։ Իսկ մեր իրականությունում այդ ձայնագրությունները հաճախ հայտնվում են ոչ թե դատարանում, այլ իշխանամետ լրատվամիջոցներում մանիպուլյատիվ ձևով։